բողոքի ակցիային մասնակցում են, ինչպես նշեցիք, եւ հաշվապահներ, մասնագիտական համայնքը, իրավաբաններ եւ նաեւ փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներ։ Բողոքը կայանում է նրանում, որ 25 թվականի հունվարի 1-ից շրջանառության հարկի դրույքաչափերում տեղի ունեցան փոփոխություններ, ինչի արդյունքում փոքր եւ միջին բիզնեսի տնտեսվարողների համար ավելացավ հարկային բեռը եւ այդ ժամանակ փոփոխվեցին նաեւ հաշվապահական ծառայությունների հարկման դրույքաչափերը, շրջանառության հարկի դրույքաչափը կրկնապատկվեց 5%-ից դառնալով 10%։ Այսինքն փոքր եւ միջին բիզնեսի համար եւ իրենց գործունեության հետ կապված հարկային բեռը ավելացավ եւ հաշվապահական ծառայություններից օգտվում են հենց փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները, իրենց համար որոշակիորեն թանկացան նաեւ մասնագիտական ծառայությունները։ Ընդ որում շրջանառության հարկի դրույքաչափերում եւ հաշվարկման կարգում տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում նաեւ այն տնտեսվարողները, ովքեր չէին օգտվում հաշվապահական ծառայություններից եւ ինքնուրույն էին իրականացնում, այսօր ստիպված են լինելու դիմել մասնագետի օգնությանը եւ վճարել այդ ծառայությունների համար։ Այս փոփոխությունների հետ մեկտեղ 2025 թվականի հուլիսի 1-ից հաշվապահական եւ իրավաբանական ծառայությունները սկսելու են հարկվել ավելացված արժեքի հարկով, ինչը նորից հավելյալ բեռ է առաջացնելու գների բարձրացման հետևանքերի, հանգեցնելու է գների բարձրացմանը։ Եվ բնականաբար շատ դժվար է լինելու փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներին, նաեւ հաշվապահական ծառայություններ մատուցողներին հարմարվել նոր դրույքաչափերին, նոր փոփոխություններին, քանի որ բոլորը իրենց ֆինանսական պլանավորումը իրականացնում են տարվա համար, պայմանագրերում հաճախ նախատեսվում են դրույթներ, որ պայմանագրերի գները չեն կարող վերանայվել մինչեւ նոր օրացուցային տարին, որի դեպքում հաշվապահական գրասենյակների վրա շատ մեծ բեռ է ավելանալու եւ հենց այդ բեռի հետ կապված, քանի որ տնտեսվարողները նշում են, որ բազմաթիվ այս փոփոխությունից հետո բազմաթիվ տնտեսվարողներ այլևս չեն կարողանում, չեն դիմանում ճնշման եւ թաքվում են հաշվապահների մասով, ինչ կարող եք ասել եւ արդյոք ճիշտ են այն պնդումները, որ տանում են խոշորացած ավելի դաշտում կմնան միայն այն խոշոր մեծ կազմակերպությունները եւ միջին օղակները դուրս կգնան։ Տեսեք, փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները իրենց իսկ հարկային բեռի ավելացման պայմանավորված արդենից դադարեցնում են իրենց գործունեությունը եւ հաշվապահական ծառայությունների ավելացված արժեքի հարկով հարկվելն էլ ուղղակիորեն նորից ազդում է փոքր եւ միջին բիզնեսի վրա։ Ճիշտ է, հարկման ռեժիմը փոխվել է հաշվապահական ծառայություններ մատուցողների համար, բայց այդ ծառայություններից օգտվում են հենց փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները եւ նրանց համար այս ծառայությունները թանկանում են, այսինքն հավելյալ բեռ է առաջանում, ընդ որում տարվա կեսից, երբ որ իրենք դեռ նոր փորձում են հարմարվել իրենց շրջանառության հարկի դրույքաչափերի փոփոխությանը, նորից թանկանում են մասնագիտական ծառայությունները եւ դրա համար նրանք այլևս չեն կարողանում, այդ բեռը իրենց համար տանելի չի լինում։ Մենք որպես մասնագիտական համայնք տարբեր քննարկումների ժամանակ եւ մենք եւ իրավաբանները եւ փոքր եւ միջին բիզնեսի շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունները առաջարկում են, որ փոփոխությունները ուժի մեջ մտնեն 26 թվականի հունվարի 1-ից, որպեսզի բոլորը հասցնեն այս իրողություններին հարմարվել, նոր տարին պլանավորել արդեն նոր ծախսերով, նոր հարկային դրույքաչափերով, բայց ձայնը լսելի չեղավ, այո, ամսի 14-ի բողոքի ակցիայից հետո նաև փոխանցեցինք ստորագրությունները, դրանից հետո նորից էլի ստորագրություններ են հավաքվել 1000-ից ավել, ընդհանուր առմամբ 3500-ից 4000 ստորագրություններ կան, որոնք ստորագրել են փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները եւ նաեւ մասնագիտական համայնքի ներկայացուցիչները, գոնե որ այդ փոփոխությունները տեղի ունենան 26 թվականի հունվարի 1-ից։ Այն նշեցիք, որ քննարկումներում տարբեր բարձրացնել է կառավարությունից քննարկման, օրինակ որոշումը կայացնում ծառայությունների հետ, մասնագիտական, որևէ ձևով քննարկում Չէ, քննարկումներ եղել են, նախաձեռնվել են եւ այս բոլոր մեր դիտարկումները, հիմնավորումները ներկայացվել են նաեւ այդ քննարկումների ժամանակ, սակայն ինչպես տեսնում ենք դեռևս արդյունք չեն տվել։ Եվ որպես նախագիծ, երբ տեղադրված էր հանրային քննարկման ժամանակ եւ այդ ժամանակ ա եղել եւ բեկում քննարկումների ժամանակ, այսինքն տարբեր հարթակներում հասարակական կառույցների հետ միասին այս հարցը բարձրացվել է։